Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախաձեռնությունը պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտարարել էր, որ աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։ Երբեք ուշ չէ ճիշտը ասելու համար։ Այդ սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ եւ որի պատմական փաստերը իսկապես անվիճելի են, ներառել է 1.5 միլիոն մարդու սպանություն եւ հին մշակութային եւ պատմական ժառանգության ոչնչացում, ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Ադրբեջանում լրջորեն մտահոգված են Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու հանգամանքով։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ արել Իսրայելին վերանայել հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը։ Ըստ պաշտոնական Բաքվի, նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանը, այլ առկա հակասությունների հետագա խորացմանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ արձագանքի կարիք չի տեսնում, որովհետև հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ մտնելը չի բխում Հայաստանի շահերից, հայտնում է այսօր.am-ը։ Տրամպի երթուղին Թրիպը անցնելու է այն գոտիով, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից, որոնք արդեն տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին ծառայություն են իրականացնում Հայաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանների պահպանության ուղղությամբ։ Հետևաբար անհրաժեշտ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը, անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը, հավելելով, որ Ռուսաստանի մասնակցությունը միայն օգուտ կտա նախագծին, գրում է ՏԱՍՍ-ը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ հայտ են պատրաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում փախլավան գրանցել որպես թուրքական թխվածք, բակլավա անվանումներով։ Վերջնական որոշումը ընդունվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 21-րդ նիստում, որը անցկացվելու է Չինաստանի Սյամեն քաղաքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը։ Այն հարցին, թե փախլավան հայկական ծագում ունի, թուրքական պարբերականը գրել է, թե փախլավայի բաղադրատոմսը հայտնաբերվել է պալատական խոհարարական գրառումներում դեռևս Սուլթան Մեհմեդ նվաճողի ժամանակներից։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։
Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1000-ի, իսկ վիրավորվածներինը գերազանցել է 3300-ը։ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ ընտանիքների տներ են ավերվել։ Մի քանի անց տուժել է, կան նաև անհայտ կորածներ, հայտնել է Մեծիտան Կիլոկիո կաթողիկոսությունը։ Հունիսի 24-ին Վենեսուելայի հյուսիսում ընդամենը 39 վայրկյան տարբերությամբ տեղի է ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով 2 երկրաշարժ։ Երկրորդ ցնցումը դարձել է երկրում վերջին 125 տարվա ամենահզոր երկրաշարժը։ Ամենամեծ ավերվածությունները գրանցվել են Լա Գուայրա նահանգում։ Աղետի հետևանքներից տուժել է ավելի քան 70,000 ընտանիք։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևը, որը նախատեսում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցում։ Ըստ Reuters-ի հաղորդման, հունիսի 23-ին բանաձևը ընդունվել է 50 կողմ և 48 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկությունը արտացոլել է հանրապետական կոնսակցության ներկայացուցիչների շրջանում աճող անհանգստությունը կապված 2026 թվականի փետրվարի վերջից շարունակվող Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմի հետ Իրանի դեմ, գրում է Deutsche Welle-ն։ Չնայած Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի ռեժիմին, կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ 2026 թվականի հունիսի կեսերին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են 2 ամիս ժամկետով փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում Լիբանանում, Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում։ Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, Արձագանք հայկական հեռուստաընկերությունը ոչ շահութաբեր կազմակերպություն է, որը չի ֆինանսավորվում որևէ պետական կամ մասնավոր կազմակերպության կողմից։ Ձեր ֆինանսական աջակցությունը մեր անկախության հիմքն է։ Նվիրատվությունների համար կարող եք օգտվել այս հղումից կամ գտնել մանրամասն տեղեկություններ նկարագրության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին քիչ գործողային վիդեո-ֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ անձնական տոնակատարություններ, վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։
Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.արձագանք.tv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։